այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սերծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես շատ ակտիվ կլինի հունիսի 24-ին եւ հունիսի 27-ին։ Հունիսի 25-ին եւ 26-ին այն իր ազդեցությունը հիմնականում կթողնի Հայաստանի հյուսիսային եւ արևելյան շրջանների վրա։ Այսպիսով հունիսի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերը եւ հետկեսօրյա ժամերին, երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ ժամանակ առ ժամանակ, առանձին հատվածներում կրկին կտեղակ կարկուտ։ Այս ցիկլոնը իր հետ այսօր հունիսի 24-ին հյուսիս-արևմուտքից սերծովի շրջաններից իր հետ բերել է ցուրտ օդային հոսանքներ եւ այսօր ցերեկային ժամերին երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-ից 5 աստիճանով եւ Հայաստանի ամենատաք գոտիներում չի գերազանցի 30 աստիճան, այսինքն ամենատաք գոտիները որոնք են Սյունիքի հովտային գոտի, Տավուշի հովտային գոտի, Արարատյան դաշտ եւ Երևան։ Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնը կկորցնի իր ուժը եւ տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Որոշակիորեն կնահանջեն նաեւ ցուտօդային հոսանքները եւ հունիսի 28-ից 30 ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում մի փոքր մոտ 2-ից 4 աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Հիմա խոսենք հուլիսի կանխատեսումների մասին։ Հուլիսը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավել, այսինքն ունենալու ենք ոչ շատ շոգ եւ բավարար տեղումներով հունիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության լեռնային շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն 24-ից 28, նախալեռնային հատվածներում 30-ից 32, հովտային գոտիներում 32-ից 35 աստիճանի սահմաններում։ Չեն բացառվում առանձին օրեր, հատկապես ամսվա 3 տասնօրյակում, մոտ 1-2 օր, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում, դրանք են Արարատյան դաշտ, Սյունիքի հովտային գոտի, Երևան 1-2 օր ընդամենը տատանվի 38-ից 40 աստիճանի սահմաններում։ Ընդհանուր առմամբ ամսվա մեծ մասը մենք ունենալու ենք հանրապետությունում կոմֆորտային ջերմաստիճան, ինչպես արդեն նշեցի։